Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, այսօր մեր հյուրն է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հովհաննիսյան, 2026 թվականի համար արդեն ունենք հաստատված պետբյուջե, դուք մի քանի ձեր հարցազրույցների ընթացքում մատնանշեցիք, որ մարդկային ռեսուրսների զարգացմանն է ուղղված բյուջեն, կխնդրեի եւս մեկ անգամ մի քիչ ավելի, այսպես ասենք, հանգամանալից բարձրաբանենք, հա, ինչ ասել է մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված բյուջեն, եւ ես մերթ լսում եմ երջանկություն բառը, շատ ոչ միանշանակ բառ է, ինչպես է ձեր կառավարությունը հասկանում, հա, երջանկություն ասելով եւ ինչպես է դա կապում պետբյուջեի հետ։ Դե նախ ասեմ, որ բյուջեն դեռ հաստատված չի, այսինքն ինքը հաստատվել է կառավարության կողմից եւ ուղարկվել է ազգային ժողով եւ նոյեմբեր ամսին դեռ քննարկումներ կունենանք հանձնաժողովներում եւ լիագումար նիստում եւ բյուջեն կհաստատվի ազգային ժողովի կողմից դեկտեմբեր ամսին։ Այդտեղից չեմ կարծում, որ լուրջ փոփոխությունների սպասում եք քննարկումների արդյունքում։ Ենթադրում եմ, որ մեծ փոփոխություններ չեն լինի, իհարկե պատգամավորները առաջարկություններ ունեն, բայց մենք ունենք պրակտիկա ընթացքում ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների հետ նաև որոշակի քննարկումներ ունենանք, ներկայացնենք հիմնական խնդիրները, որպեսզի ընթացքից մեր տեսակետները համահունչ լինեն, այսինքն բյուջեի քննարկման գրեթե բոլոր փուլերում գործընկերները ներգրավված են եղել, իհարկե բոլոր պատգամավորները չի, որոնք ներգրավված են եւ ես նույնիսկ առանձին հանդիպումներ եմ ունեցել խմբակցության հետ ներկայացնելու թե ինչ խնդիրներ են մեր առջև կանգնած եւ այս բյուջեով ինչ խնդիրներ պետք է լուծենք։ Դուք ճիշտ եք, ես դրա մասին խոսել եմ եւ դա հենց այդպես է, որ երբ որ մենք նայում ենք բյուջեի ավելացումներին, թե որ տողերով են, որ ուղղություններով են ծախսեր ավելանում, դա հիմնականում մարդկային կապիտալի մեջ ներդրումներն են, մասնավորապես դա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գծով ավելացումներն են, դրանց մի մասը պայմանավորված է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրի ավարտման հետ, այսինքն որով պատրաստվում ենք 2026 թվականի ավարտին ունենալ 300 եւ ավել հիմնանորոգված կամ նոր կառուցված դպրոցներ եւ մանկապարտեզներ, ինչպես նաեւ այլ ընթացիկ ծախսեր, օրինակ ուսուցիչների ատեստավորման հետ կապված, աշխատավարձերի բարձրացման հետ կապված ծախսեր եւ այլն, եւ նաեւ շատ մեծ գումարներ ենք ավելացրել առողջապահության նախարարության համար, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար, որով մեր քաղաքացիները կարողանան ապահովագրավճարը վճարելով, իսկ աշխատող քաղաքացիները մի մասը վճարելով, իսկ ոչ աշխատող օրինակ թոշակառուները եւ խոցելի խմբերը անվճար ձևով կկարողանան, այսինքն պետությունը կվճարի առողջության այդ ապահովագրության փաթեթի գումարը եւ կկարողանան օգտվել առողջապահության բազմաթիվ ծառայություններից, այսօր նման հնարավորություն չկա եւ սա ըստ էության կարելի է ասել, որովհետեւ առողջության մեջ ներդրումը դա մարդկանց մեջ ներդրում է, որովհետեւ մարդիկ իրենցից արժեք են ներկայացնում եւ այդ առումով համարում եմ, որ այո, այս բյուջեն մեծապես կենտրոնացած է մարդկային կապիտալի զարգացմանը եւ մյուս կողմից նաեւ որոշակի ավելացում կա նաեւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, սա պայմանավորված է նաեւ
հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածում մեկնարկած եւ մեկնարկող ճանապարհահատվածների կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։ Մի այսպեսի անձնական հարց տամ, քանի որ որպես լրագրող փորձում եմ անդադ որսալ մեսիջները կառավարության եւ ընդհանրապես իշխող ուժի ու անդադ տատանվում եմ, ասենց բավականին ձախ սոցիալական ուղղվածության մեսիջը գալիս մասնավորապես ձեր կողմից, որ եւ ոչ միայն ձեր, առողջապահության նախարարի կողմից եւ որ քաղաքացու սոցիալական խնդիրները բարելավենք, հարցերը լուծենք եւ մյուս կողմից կա, օրինակ, չգիտեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի տենց լիբերալ, մեսիջ, որ աշխատեք ձեր վրա, կրթություն, ինքդ աճեք, եթե աշխատանքը ձեզ չի գտնում, ուրեմն դուք եք բավարար կրթություն չեք ստացել։ Ինձ մոտ հակասություններ եմ ես տեսնում այս երկու ուղղությունների մեջ։ Դուք չեք տեսնում երկու տեսակի մեսիջների մեջ։ Մի կողմից պետությունը ապահովում է, ամեն ինչ անում է ձեզ համար, մենք կփորձենք մաքսիմալ ներդնել մարդկային ռեսուրսների զարգացման համար, մյուս կողմից էլ մեսիջ, որ գիտես ինչ, աշխատիր քո վրա։ Դե ես հակասություն չեմ տեսնում։ Իհարկե աշխարհում կառավարությունները լինում են տարբեր ուղղվածության եւ տարբեր մոտեցումներով։ Մեզ մոտ մի քիչ այդպես չի։ Մեզ մոտ կառավարության անդամներն են տարբեր մոտեցումներով։ Եվ իհարկե ես կարծում եմ, որ սա դրական է, որովհետեւ կարևոր հարցերը դուրս չեն մնում։ Եվ ամեն հարցը քննարկվում է մեր որդեգրած քաղաքականությունների տեսանկյունից, ինչ վերաբերվում է այս բյուջեի այս կամ այն ուղղվածություն ունենալու, ես կարծում եմ դա մեկը մյուսին չի հակասում, որովհետև որպեսզի պահանջենք, որպեսզի մարդիկ աշխատեն իրենց վրա իրենց կրթության վրա ժամանակ ծախսեն եւ բարձր որակավորում ստանան, մենք երևի պետք է իրենց ապահովենք այդ կրթություն ստանալու հնարավորություններով, որը ցավոք սրտի այդպես չի եւ մեր պատասխանատվությունն է որպես կառավարություն կամ որպես պետություն երաշխավորել մարդու կրթվելու իրավունքը պետք է տրամադրվեն առողջության բազային ծառայություններ մարդկանց համար, այսինքն իհարկե կա այդպիսի մտածողություն, որ մարդիկ դե իրանք թող աշխատեն, իրենց առողջության համար վճարեն, եթե չէ, ապա չէ, բայց ես կարծում եմ, որ դա այդպես չի, որովհետև մենք որպես հանրություն ցանկացած իր անդամի համար պատասխանատու ենք, ոչ թե ամեն մեկը թողնված է ինքը իր հույսին, այլ մենք պետք է որպես հանրություն ամեն մեկի համար հոգ տանենք եւ ամեն մեկն էլ իր հերթին պետք է զգա, որ ինքը մենակ իր համար չէ, այլ նաեւ իր ներդրումն է ունենում հանրության, պետության, հասարակության կայացման եւ զարգացման գործում։ Կարծում եմ, էսա մոտեցումը եւ այստեղ հակասություն չեմ տեսնում, թեև որոշ դեպքերում կարող ենք ասել, որ մենք որոշ դեպքերում աջակցություն ենք տրամադրում օրինակ խոշոր բիզնեսին, բայց դա էլ իր բացատրությունը ունի, որովհետև խոշոր բիզնեսը շատ հաճախ ստեղծում է մի այնպիսի միջավայր, որտեղ կարող է մի այլ որակ առաջանալ։ Մյուս կողմից նաև այլ գործիքներով փորձում ենք աջակցել նաև փոքր բիզնեսին։ Ես չեմ ասում, որ բոլոր դեպքերում այն նպատակները, որը մենք մեր առաջ ունենք, հաջող գործիքներ ունենք, բայց անդադ փորձում ենք դրանց մասին դրանք կատարելագործել եւ դա մեր աշխատանքն է։ Ռազմական ծախսերի կրճատում։
Երևի թե հենց բյուջեի մասին քննարկումները սկսեցին շրջանառվել հայկական մեդիայով, թիվ 1 դրոշակը դարձավ ռազմական ծախսերի կրճատում, բնականաբար ձեր ընդդիմախոսները ասում են, որ կառավարությունը ուզում է մաքսիմալ այնպես անել, որ Հայաստանի բանակը չզարգանա եւ ռազմական ծախսերի կրճատումը ոչ այլ ինչ է, քան այսպես ասած հետադարձ քայլ բանակի զարգացման գործում։ Մենք մեզ բանակ պետք չի, ասում էին ավելի ծայրահեղ կարծիք ունեցողները։ Ինչպես եք դուք պատասխանում, արդյոք համաձայն եք նման կարծիքների հետ, եթե ոչ, ապա ձեր պատասխանը ինչպիսին է։ Իհարկե ես դրա հետ համաձայն չեմ եւ կարծում եմ, որ այդ խոսակցությունները բացատրություններ ներկայացնելուց հետո մարեցին եւ եթե մարդիկ կան, ովքեր այդ բացատրությունները լսել են եւ շարունակում են դա պնդել, դա հասարակ մանիպուլյացիա եմ անվանում։ Հիմա կբացատրեմ, թե ինչի։ Խնդրեմ։ Սրանից 2-3 տարի առաջ կառավարությունը որոշեց այն ճանապարհը, որով մենք պետք է վերազինենք եւ վերափոխենք բանակը։ Եվ մենք ունենք մի հետագիծ, այսինքն կամ ուղենիշ, որով այդ ծախսերը պետք է ավելանան կապված տարբեր միջոցառումների հետ, որոնք իրականացվելու են բանակի այս փոփոխության հետևանքով։ Մենք 24 թվականի սկզբում որոշեցինք այս պլանում կատարել մի փոփոխություն եւ ապագա ծախսերը բերել 25 թվական։ Այսինքն այն ինչ որ պլանավորված էր անել 25, 26, 27, 28 թվականներին, որովհետեւ այդ պլանը մի տարվա պլան չի, այլ մի քանի տարվա պլան է, մենք որոշեցինք առաջ բերել, որովհետեւ ասացինք մեր անվտանգությունը այսօր է կարևոր, եւ մենք չպետք է սպասենք այդքան, որպեսզի այդ բոլոր գործողությունները իրականացնենք, եւ պարտքը կամ դեֆիցիտը ավելացնելու միջոցով, որովհետեւ 2024 թվականի պլանավորված դեֆիցիտը 4.6% էր, մենք դեֆիցիտը ավելացրեցինք համարյա 1%-ային կետով, զարկեցինք 5.5%, այսինքն այս տարվա դեֆիցիտը պլանավորված 5.5% է հնայի նկատմամբ, որպեսզի այդ ապագա ծախսերը բերենք առաջ եւ այս տարի ֆինանսավորենք։ Հիմա մենք վերադառնում ենք այն բնականon ֆինանսավորման տեմպին, որը մենք ունեցել ենք որպես պլան դրանից առաջ կամ դրա նախագծման ժամանակ։ Եվ եթե դուք նայեք տարբեր տարիների ֆինանսավորումներին, ապա դուք կտեսնեք, որ 2026 թվականի բյուջեն ավելին է, քան 2024 թվականի բյուջեն։ Այսինքն այդ աճող հետագծով փոփոխվող բան է։ Բացի դրանից պետք է հաշվի առնենք, որ տարբեր գործողություններ, որոնք իրականացվում են տարբեր գերատեսչություններում, այդ թվում պաշտպանության նախարարությունում, իրենք այսպես գծային չեն, այսինքն մի քանի տարվա պլան ունենք։ Մի գործողություն անելու համար մի քանի տարի աշխատում ենք դրա ուղղությամբ։ Եվ կարող է պատահի, որ այդ նույն գործողության համար մի տարի ավելի շատ է պետք վճարել, մյուս տարի ավելի քիչ։ Բայց ինչպես իմ գործընկերները պաշտպանության նախարարությունից հայտարարել են, այս թվացial նվազումը որևէ ձև չի անդրադառնում այն բարեփոխումների ընթացքի վրա, որը նախատեսված է պաշտպանության, այսինքն պաշտպանության նախարարությունը որևէ բան չի փոխելու նրանում, ինչ որ ինքը անում է։ Պարոն նախարար, ես գիտեմ, որ դուք անձամբ շատ խնայողաբար եք վերաբերվում բյուջեի ծախսերին, որ ուղղությունն է ձեզ համար առնվազն 2026 թվականի բյուջեի նախագծով, որ դուք առանց վարանելու ասել եք, հա, այս ուղղության վրա կարելի է ծախսել գումար,
անգամ շատ, որ տենց ձեր սրտով է։ Եթե ես նման սիմպաթիաներ ունենամ, իմ աշխատանքը անելը շատ դժվար կլինի։ Որ ասենք ես ավելի կարող ասեմ, օրինակ ես կուզենայի մշակույթի ոլորտին շատ գումար տանք, բայց ցավոք չենք կարողանում դա անել։ Կամ ասենք կրթության ոլորտին, չնայած կրթության ենթակառուցվածքների զարգացմանը տալիս ենք բավարար չափով ֆինանսավորում։ Մի հարց կա, որը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրել է, դա որոշ խնամքի ծառայություն մատուցող պողակներում, այսինքն ծերերի, երեխաների խնամքի ծառայություններ մատուցող պողակներում աշխատավարձերի բարձրացումն է, որտեղ մարդիկ շատ նվազագույն գումար են ստանում և շատ ծանր աշխատանք են անում։ Ես նման տեղ աշխատել եմ։ Ես ճիշտն ասած մենք մի քանի տարի զսպել ենք այդ ծախսերի ավելացումը, բայց ես գտնում եմ, որ եթե մենք կարողանանք որոշ միջոցներ ազատել, այդ գումարները պետք է նախատեսենք, որտեվ ինձ թվում է այդքան էլ արդար չի։ Իհարկե շատ անարդար բան կա մեր կյանքում և բյուջեում, բայց դա հնարավորությունների և առաջնահերթությունների հարց է և պետք է հասկանանք, թե բոլոր առաջնահերթությունների հետ համատեղ ոնց ենք այդ անարդարությունները կամաց վերացնում։ Առհասարակ հաշվի առնելով մեր դեմոգրաֆիական վիճակը, որ ի վերջո ծերացող հասարակություն ենք մենք, թերևս նման ուղղությունները օր առաջ զարգացնելը երևի թե պետք է կարևոր դառնա մեզ համար, որտեղ այդ բեռը ծերերի խնամքի օրինակի համար գնալով աճելու է։ Հա, հիմա իհարկե անկախ թե ով կլինի կառավարությունը, հա, ինքը բեռը աճելու է ամեն Այստեղ քաղաքականությունը ուղղված է նրան, որ ամեն տարի ավելի շատ արտապատվիրակում է տեղի ունենում մասնավոր կամ հասարակական կազմակերպություններին և պետական կառույցները ավելի քիչ են այս հարցերով զբաղվում, որպեսզի նույնիսկ երբեմն մեկ անձի հաշվով ավելի շատ գումար ենք վճարում, բայց վստահ ենք, որ այդտեղ ավելի լավ որակ ենք ստանում։ Եթե հիշում եք վերջերս նույնիսկ դրա վերաբերյալ քննարկում եղավ Գավառի մանկատան փակվելու հետ կապված, որը պատվիրակվել է Սոս մանկական գյուղին, այսինքն ցանկացած նման գործողություն նաև որոշակի հանդիպում է հակազդեցության և մեր ընդդիմադիր գործընկերները դրա դեմ էին խոսում։ Գնումների մասին օրենքը, ասացիք հակազդեցություն, չեմ կարող չնշել, որովհետև հատկապես գիտության շաբաթվա շրջանակներում շատ լսեցի, կարդացի և անգամ խոսեցի, հա, գիտնականների հետ, ովքեր կրկին բողոքում են այս օրենքի մասին։ Ես գիտեմ, որ նախարարությունը որոշակի փոփոխությունների առաջարկ ունի, եթե դա այդպես է, իրոք, ինչ առաջարկներ ունեք և երբ սպասել դրանք։ Մենք ունենք 4 փաթեթ, որոնցից 3-ը ներկայացվել է արդեն ազգային ժողով, եթե ես ճիշտ եմ հիշում, մեկը դեռ չի ներկայացվել, շուտով կներկայացնենք, և մեր ակնկալիքը նա է, որ մինչև տարվա վերջ մենք ունենանք 3-ը հաստատված, 4-րդը երևի մյուս տարվա սկզբում կհաստատվի։ Եթե սենց գաղափարական առանց դետալների մեջ մտնելու խոսենք, որովհետև երևի թե դետալները այդքան տեղեկատվություն չեն տալիս մեզ դիտողներին, ինչպիսին է մեր գնումների համակարգը։ Ինքը սովորաբար գնում իրականացնողին վերաբերվում է որպես պոտենցիալ կոռուպցիոներ։ Եվ դրա համար մանրակրկիտ սահմանված են բոլոր
կանոնները, որին պետք է հետևես, որպեսզի, այսինքն չխախտես այդ կանոնները, որպեսզի դու գնում իրականացնես։ Իհարկե, գնումների օրենքը այդքան վատը չի, ինչքան տարբեր մարդիկ իրան ներկայացնում են։ Իրա մեջ ամեն ինչ մանրամասն նկարագրված է։ Ուղղակի շատ դետալներ կան, որը պետք է դու պահպանես, որպեսզի հետո կարողանա հետագծելիություն լինի, վստահ լինի հանրությունը, որ գնում կատարողը չի իր լիազորությունները չի չարաշահել եւ հանրային միջոցները հնարավորինս արդյունավետ են ծախսվել եւ դրա դիմաց ստացվել է լավ արդյունք։ Հիմա իրականությունը այնպիսին է, որ նույնիսկ այսպիսի կարգավորումներով մենք չենք կարողանում ստանալ, այսինքն ստանում ենք բողոքներ նրա մասին, որ դա դժվար է իրականացնել, որովհետև երբեմն գնում իրականացնելու համար ձեզ պետք է լավ գնումների մասնագետ, որ ինքը այդ գնումը անի դա ձեզ, որովհետև հասարակ մարդիկ չեն կարողանում այդ գնումը անել։ Եվ դրա համար սա բալանսի հարց է, այսինքն գնումների հարցը բալանսի հարց է, թե ինչն է ավելի կարևոր, կարևորը արագ գնում կատարելն է եւ որակով, թե կարևորը էժանն է եւ հնարավորինս ներառական, որովհետեւ ամեն ինչ հնարավոր չի միաժամանակ տեղի ունենա, կամ դրա համար շատ ժամանակ է պետք եւ շատ բարդ է այդ ամեն ինչը ապահովել, որ համ բոլորը վստահ լինեն, որ դուք լավ ծախսեցիք եւ ձեր համար լավ արդյունք ստացաք եւ դա ամենալավն էր ու բոլորը վստահ են, որ դա ամենալավն էր, կասկած ոչ մեկ չունի։ Այսինքն ինչ որ մեկը չի գալու ստուգի հետո ձեզ, ասի, բայց գիտեք ինչ, դուք կարող եք ուրիշ մի բան առնել, որը այդ նույն որակը կլներ ու դուք այդտեղ արդեն պետքա բացատրություններ տաք, թե դուք ինչի հետ նման որոշում կայացրեցիք։ Հիմա այս նոր օրենքը ինքը մի այլ տրամաբանությամբ աշխատում, ինքը տալիս է հնարավոր ամենամեծ ճկունությունը գնում կատարողին, որպեսզի ինքը կարողանա հեշտ գնում կատարի, բայց միաժամանակ բարձրացնում է հաշվետվողականությունը, այսինքն դուք հետո պետքա բացատրեք, ինչի եք դուք այդ որոշումը կայացրել։ Հիմա չի թողում որոշում կայացնես, սահմանափակում է, ասում է այսենց կկայացնես որոշումը, ճկունություն շատ մեծ չի։ Ապագայում մենք ունենանք ավելի մեծ ճկունություն, մարմնի ղեկավարը կորոշի ումից ոնց առնում եւ այլն, կունենա շրջանակային համաձայնագրեր կնքելու հնարավորություն, այսինքն կունենա 3 հոգու, ում հետ պայմանագիր ունենա կնքած, ամեն անգամ նույն բանը առնելուց ինքը էլ գնա այդ ում հետ որ պայմանագիր ունի, իրանցից կառնի։ Սա կարևոր է։ Հիմա կարող է մեկը ասի, բայց մենք էլ ենք ուզում մասնակցենք դրան, որովհետեւ այսօր անպայման պետքա բոլորի համար մրցույթ հայտարարես։ Տրամաբանությունը կլինի նա, եթե դու ուզում ես քո հետ էլ կնքեն շրջանակային համաձայնագիր, դա բաց է բոլորի համար, կգնաս կկնքես։ Կամ կարող է լինել, ասենք, տարբեր ապրանքների ձեռքբերման համար կլինի առցանց հարթակ, ամեն մեկը իր ապրանքը իր ուզած գնով այդտեղ կդնի, այսինքն դա համարում ենք пассив գնում։ Երբ որ դուք նախորդ կասեք, ես ունեմ sense ապրանք, ես գնով, ում պետքա կմտնի, կտեսնի, եթե հարմար է, իրան դա կընտրի։ Հետո արդեն մենք հաշվետվողականություն ենք սահմանել ազգային ժողովում, մեկ անձից գնումների քանակի սահմանափակման հետ կապված եւ այլն, այսինքն մի քիչ կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունենում եւ պետքա ուսումնասիրենք, նայենք, թե այս նոր մոտեցումը ինչպես է իրան արդարացնելու։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ կարդարացնի, դա կապված է իհարկե մարդկանց վարքագծից, որովհետև եթե ինչ-որ մեկը ուզենա չարաշահի, այստեղ կարող է ավելի մեծ հնարավորություններ կան չարաշահում անելու։ Սակայն միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ օրինակ նախորդ համակարգով
չկա որևէ դեպք, որ մեկը գնումների համար դատված լինի։ Այսինքն սա էլ ակնհայտ է, որ այդ մարդկանց բռնելու գործիքը, իսկ եթե ինչ-որ մեկը ուզում է չարաշահի ինչ-որ մի բան, ինքը ինչ-որ մի ձև այդ լծակը կարող է գտնի եւ դա անի, եւ մենք պետք է ուրիշ ձևով դա վերահսկենք, այսինքն վերահսկողական գործիքներով եւ հաշվետվողականության գործիքներով։ Այսինքն ինձ թվում է, եթե ձեր հարցին մոտավորապես փորձեմ պատասխանել, ապա այն մարդիկ, ովքեր բողոքում են գնումների օրենքի ոչ ճկունությունից եւ բարդությունից, այդ մարդիկ ավելի գոհ կլինեն այդ համակարգից։ Հրաշալի։ Էկոնոմիկայի նախարարը նախկին գնումների օրենքով չէր դատվել։ Ես չգիտեմ ինքը գնումների օրենքով էր դատվել թե չէ, բայց ինքը դատվել էր գնման process-ի հետ կապված։ Այսինքն իր մեղադրանքը վերաբերվում էր գնման process-ի մեջ ինչ-որ բան սխալ անելու հետ կապված, որը անթույլատրելի էր։ Հասկացա։ Պարոն նախարար, համընդհանուր հայտարարագրման process-ը ձախողվել է։ Ասեմ ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև վերջի շրջանում, եթե չեմ սխալվում, կարծեմ Բաբկեն Թունյանն էր, չէ՞, պատգամավոր, որ հայտարարությամբ հանդես եկավ, որ եթե դուք չեք հայտարարագրել եւ ինչ որ լրացնելու բան չունեք, ամեն ինչը տեղի կունենա ավտոմատացված, ծրագիրը ինքը ձեր գործը կանի, խնդիր չկա, ժողովուրդ ջան, եւ բնականաբար այս հայտարարությանը հետևեցին կարծիքներ, որ դե տեսեք, չստացվեց կառավարության մոտ կազմակերպել համընդհանուր հայտարարագրման process-ը եւ դրա համար հիմա տենց ավտոմատիզացրեցին, որ մի տեսակ սենց գեղեցկացրեցին գնաց։ Ձեր դուք ուրախ եք այդ որոշումից, թե չէ։ Որ ավտոմատիզացվել է։ Հա։ Դուք որ այդ լուրը լսեցիք, դուք մտածեցիք, որ ձախողվել է, թե այսինքն առանց այդ մարդկանց գրառումները կարդալու։ Ես որ լուրը լսեցի, անկեղծ ասեմ, մի կողմից մտածեցի, որ ինչ լավ է, շատերի գործը հեշտացավ, որովհետև շատ եմ ճանաչում մարդկանց, ովքեր ավելացնելու ոչինչ չունեին։ Չնայած մյուս կողմից էլ ես սա իմ անձնական կարծիքն է, ես հույս ունեմ, որ այս համընդհանուր հայտարարագրման process-ը կբերի որոշակի քաղաքացի պետություն հարաբերությունների ավելի ինտենսիվացմանը, չգիտեմ, սեփական գիտակցության բարձրացմանը որպես հարկատու, որովհետև մի բան է, երբ որ դու Հիմա տենց չի լինում։ Չգիտեմ, դուք ինչ եք կարծում լինում է, ես չգիտեմ, ինձ մոտ այնպես տպավորություն, որ մեր հասարակությունը չի ուզում նայել այն բոլոր հարկերին, մարդիկ անձամբ չեն ուզում նայել, որոնք իրենք մուծում են պետությանը։ Ես տենց չեմ կարծում։ Տեսեք, նախ մի քանի մարդ, ով որ չգիտի ինչի մասին խոսա, պետք է անպայման ինչ-որ մի թեմա գտնի, որի դեմ պայքարի։ Հիմա այդ մարդիկ որոշել էին համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ պայքար մղել։ Եվ ընդհանրապես, ասենք, կառավարությունը ինչ անում է, դրա դեմ պայքարել։ Հիմա պարզա, որ երբ որ այս հայտարարությունը եղավ, իրանք ասին, ահա, տեսակ մենք պայքարեցինք եւ բանը մենք ասում ենք, որ սրանք կձախողեն եւ այլն եւ տենց ոնց որ սա ձախողում է։ Հիմա իմ տեսանկյունից մենք ունենք մենք որոշել ենք ներդնենք մի համակարգ, որը ձեր բնորոշմամբ եւ դրա հետ ես համաձայն եմ, պետք է այդ հարաբերությունը բարելավեր, մեր քաղաքացիների ներգրավվածությունը, գիտակցությունը բարձրացներ եւ նաեւ կառավարությանը տար որոշակի գործիքներ ավելի լավ վերլուծական նյութ ստեղծելու, հասկանալու, ավելի լավ պատկերացնելու մարդկանց եկամուտների մակարդակը, անալիտիկ մակարդակով, այսինքն անհատական մակարդակով հասկանալու, բայց ոչ թե կոնկրետ մարդու հետ կապված, այլ
անձնավորված հաշվառում լիներ, որպեսզի ավելի ճիշտ վերլուծություններ եւ հետո հետագայում քաղաքականություններ իրականացվեին։ Հիմա մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ հայտարարագիր լրացրած մարդկանց մեծ մասը ոչ մի նոր բան չի ասում։ Այսինքն ինքը մտնում է, նայում է, այնտեղ լրացված է իր աշխատավարձը, ավտոմատ, ինքը աշխատավարձից բացի այլ եկամուտ չունի, եւ դա տևում է իր համար մի րոպե, եւ ինքը ստորագրում է եւ վերջ։ Հիմա եւ ստանում է սոցիալական կրեդիտը, որը էլի ավտոմատ է լրացվում, այսինքն եթե ինքը արել է համապատասխան ծախսեր, ՊԿ տեղեկությունը ունի եւ ինքը համապատասխանաբար հայտ է ներկայացնում եւ այդ սոցիալական կրեդիտը հետ է ստանում։ Հիմա եթե պարզվում է, որ մարդկանց մեծ մասը ասելու նոր բան չունի եւ հիմա մեր մոտ մտնում են մյուս տարի կենսաթոշակառուները նաեւ, այսինքն բոլորը պետք է հայտարարագիր ներկայացնեն արդեն 25 թվականի համար, 26 թվականին պետք է 25 թվականի համար բոլորը անխտիր ներկայացնեն հայտարարագիր։ Հիմա մենք տեսնում ենք, որ աշխատանք ունեցողները դժվարություն ունեն այդ հայտարարագիրը լրացնելու։ Տարբեր պատճառներով, համակարգչային գիտելիքների պակասի պատճառով, ID քարտ չունենալու պատճառով, չգիտեմ, այդ համակարգը կարող է մատչելի չի, այդքան հասկանալի չի, որտեղ ինչ, որովհետև այնտեղ կա, ասենք, նվազեցվող ծախսեր, մարդիկ կարող չհասկանան ինչ է նվազեցվող ծախսը, թեև բոլոր ուղեցույցերը մենք հրապարակել ենք, փորձել ենք, այսինքն նաև կա ՊԵԿ-ի թեժգիծը, որը բացատրում է ձեզ ոնց կարող եք լրացնել, եթե վիդեոները չեն օգնում։ Հիմա մենք մտածեցինք, իսկ եթե մենք ինքներս լրացնենք այն ինչ որ գիտենք, եւ մարդը ուղակի մտնի եւ ստորագրի, եթե ավելացնելու բան ունի, եթե չունի ստորագրի, եթե չի մտնի, մենք կհամարենք, որ այն ինչ որ մենք գիտենք, դա է ճիշտը։ Եվ մարդկանց չենք տուգանի դրա համար, հետո սենց ավելի, ինձ թվում է, սենց ավելի հետաքրքիր է դառնում, էլի մարդը կարող է մտածի, արի ես մտնեմ մի հատ նայեմ, որովհետև եթե ես չնայեմ, իմ տեղը կստորագրվի դա ավտոմատ, էլի։ Այսինքն սա կարող է ավելի խթանող լինի։ Իհարկե այն մարդիկ, ովքեր իրոք ավելացնելու ոչինչ չունեն, ապա իրոք այդ մարդկանց երևի տանջել էլ պետք չի։ Իսկ մարդիկ, որոնք թեկուզ մանր, ես հասկանում եմ, որ ինչ որ մեկը եթե ունի բնակարան եւ վարձով է տալի, պետության համար դա շատ լուրջ խնդիր չի մի հոգու մակարդակով, բայց այսպես մանր ինչ որ բաներ թաքցնել ցանկացող մարդիկ խնդիր չեն համարվում։ Առանձին մարդը գուցե չէ, ես խոսում արդեն թվերի մասին։ Նայեք այդ խնդիրը ինչ մակարդակում է, այսինքն մենք պետք է հասկանանք ինչ մակարդակում է դա խնդիր։ Ֆիսկալ մակարդակում է խնդիր, այսինքն կորցրած փողի իմաստով է խնդիր, թե օրինակ սոցիալական արդարության տեսանկյունից է դա խնդիր, որովհետև մենք հարկ վճարողների հետևից գնում ենք ոչ միայն այն պատճառով, որ այդ փողը մեզ պետք է, այլ նաև դա, եթե մենք չգնանք իրանց հետևից, դա անարդար կլինի այն մարդկանց նկատմամբ, ովքեր վճարում եք, ասի, իսկ ինչու ես վճարեմ։ Ինչի ես վճարեմ, եթե մյուսը չի վճարում եւ ոչ մեկ դրա համար հոգ չի տանում։ Դրա համար օրինակ ոչ մի այլապես ստուգումները կլինեին կամ այդ վերահսկողությունը կլիներ միայն խոշոր ընկերությունների մոտ, որտեղ իրանք են վճարում հարկերի առյուծի բաժինը, բայց նաև վերահսկողությունը իրականացվում մանր խանութներում, մանր ձեռնարկություններում։ Հիմա այս իմաստով, ֆիսկալ իմաստով, այո, գուցե դա շատ մեծ խնդիր չի մի հոգու
հարցը, բայց դա կարծում եմ, որ քաղաքականության հարց է սոցիալական արդարությունը պահպանելու տեսանկյունից եւ քանի որ թվային գործիքները գնալով ավելի կատարելագործվում են եւ քաղաքացիների ստացած եկամուտների զգալի մասին վերաբերյալ պետությունը ունի տեղեկություն կամ եթե այսօր չունի, ապա վաղը կունենա։ Այդպիսի բաները թաքցնելը դառնալու է անիմաստ։ Իսկ այս ծրագիրը առհասարակ ինքը նաև թեկուզ խորհրդանշական իմաստով պետության տարածման մասին չէ։ Այսինքն հասկանալի է, որ ոչինչ չի փոխվել, հա, պետությունն է, քաղաքացիներն, բայց այնպիսի տպավորություն է, որ հանրային դաշտում մեր իրականության մեջ պետության չափաբաժինը շատացել է, հա, թվային ուղիներով մենք հիմա արդեն ավելի շատ ենք տեսնում պետությունը մեր շուրջ։ Լավ է, վատ է, դա շատ տարբեր կարծիքներ կա, հա, մարդիկ կան, որ ասում են դա միանշանակ վատ է, միանգամից այդ տոտալիտար անցյալն են հիշում, մարդիկ կան, որ ասում են, չէ, գիտեք, դա շատ լավ է, եթե ժամանակին հարց լուծելու դեպքում միջին քաղաքացին միանգամից մտածում էր երևի դիմեմ թաղի հեղինակությանը, դիմեմ տարածքի թափով բիզնեսմենի եւ այլն, հիմա ինքը ունի առնվազն տեսնում է, հա, իր կապը պետության հետ եւ դա կարող է բարձրացնել խնդիր ունենալու դեպքում պետությանը դիմելու ցանկությունը։ Պետության տարածման մասին ինչ կասեք։ Նման նպատակ կա, թե չէ։ Մարդու կյանքում պետության մասնաբաժնի տարածման։ Դե սա շատ գլոբալ եւ տենց փիլիսոփայական հարց է։ Կարծում եմ հիմա դիսկուրսների գլոբալ դիսկուրսի մասակ հասնում է հարցը։ Այո։ Ես կարծում եմ ճիշտ բալանս պետք է լինի եւ այդ բալանսը չգիտեմ որտեղ պետք է գտնվի, այսինքն որ կետում է այդ բալանսավորման կետը, որ մի կողմից այդ անարդարությունը եւ անարխիան չլինի, մյուս կողմից այդ մեծ եղբոր աչքը, որ զգացողությունը, որ քեզ հետևում է, քեզ անընդհատ դու չունես որևէ ազատություն եւ ինչ անես քեզ տեսնելու են, դա էլ կարծում եմ ինչ որ մենք ուզում ենք անենք, թվայնացման աշխարհում այդ հնարավորությունները էքսպոնենցիալ են աճում։ Դրա համար եմ ասում, որ թվայնացման դարում հարկերից խուսափելը շատ դժվար կլինի։ Ինչ վերաբերում է մեր երկրին, ես կարծում եմ, որ մեր պետությունը դեռ շատ հեռու է այս առումով մեծ եղբոր կարգավիճակում հայտնվելուց, որովհետև ինստիտուցիոնալ առումով զարգացած Աշը մեծ եղբոր կարգավիճակը շատ ռեսուրսային է, դու պետք է ունենաս այդ ամեն ինչը։ Ռեսուրսային է եւ պահանջում է ինստիտուցիոնալ կայացվածություն, այդ տվյալները մշակելու, ուրեմն դրանով զբաղվելու համար եւ նաեւ թանկ է։ Եվ ես կարծում եմ, որ մենք դեռ պետք է մի քիչ կայանանք այս ինստիտուցիոնալ առումով, որովհետև տեսեք, եթե պետությունը շատ բան գիտի, մի կողմից դա նաև իրեն օգնում է իր ծառայությունները թիրախավորված մատուցել, նրանց ում պետք է, չմատուցել նրանց ում պետք չէ, այսինքն սա երկու կողմ ունի, էլի։ Այո, իհարկե, դա մի կողմից դա քո նաև վերադառնալով ազատությանը կարող է վնասել ազատությանը, մյուս կողմից բարձրացնում է անվտանգության մակարդակը, այսինքն ստեղ միշտ այո, այդ հարցը կա եւ ես հիշում եմ, որ կար այդ քննարկումը, հիշում եք այդ որ կամերաներին հասանելիության հետ կապված այդ նույն խնդիրն է, այսինքն մի կողմից իհարկե դա կբարձրացներ անվտանգության մակարդակը, մյուս կողմից էլ արդեն այլ ռիսկեր կան, անձնական կյանք ներխուժելու եւ այլն։ Հա, այսինքն այս հարցը կա, բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա այո, պետության դերը մեծանում է եւ այս փուլում դա լավ եմ համարում, որովհետեւ դա նշանակում է, որ մեր պետությունը կայացման process-ի մեջ է,
Բայց իհարկե այս բալանսը պետք է ճիշտ պահենք եւ հանկարծ երբևիցե այդ սահմանը անցնելու գայթակղությանը չտրվենք։ Որն է այդ սահմանը, դա արդեն հանրություն, պետություն այս երկխոսության մեջ ինձ թվում է կգտնվի այն կետը, որ մինչև որտեղ հանրությունը կարող է դա հանդուրժել։ Շատ լավ, շատ շնորհակալություն, եթե ավելացնելու ոչինչ չունեք, ունեք։ Սովորաբար, երբ որ մենք բյուջեի մասին ենք խոսում, վերջի շրջանում մի կարևոր բան կա, որի մասին ուզում եմ անպայման նշել։ Ես իմ խոսքում ասեցի, որ մենք դեֆիցիտը նվազեցնում ենք, եւ կարծում սա շատ էական քայլ է ընտրական տարում ծախսերը նվազեցնել։ Սա ուղղված է մեր երկրի ֆինանսական կայունության ամրապնդման, պարտքի կայունության, պարտքի սպասարկման գումարների ավելացման զսպման համար եւ կարծում եմ, որ մենք կառավարության բոլոր անդամներով եւ բոլոր պետական գերատեսչություններով շատ մեծ ջանք ենք ներդրել ամեն մեկը իր մասով ախորժակը զսպելու, որովհետեւ բոլորը ուզում են անեն ավելի շատ, ցույց տան ավելի շատ բաներ եւ մենք կարողացել ենք զսպել այս process-ը եւ կենտրոնանալ միայն ամենակարևոր հարցերի վրա, որպեսզի կարողանանք բյուջեի դեֆիցիտը նվազեցնենք 5.5-ից 4.5% մակարդակի, սա մոտավորապես ձեզ ասեմ 100 միլիարդից ավել փող է։ Սա կախված է մեր արտաքին պատկերի հետ, հա, արտաքին պատկերացման հետ, որտեղ հետևելով առնվազն հետևելով ֆինանսների նախարարության Facebook-յան էջին, ինձ մոտ այն տպավորությունը կա, որ նախարարությունը ձգտում է, այսպես ասենք, Հայաստանի լավ բառն եմ մոռացել, իմիջ, հա, վաճառել փոխաբերական իմաստով ներկայացնել արտաքին աշխարհին, ենթադրում եմ հետագայում ֆինանսական հոսքերը ավելի ինտենսիվացնելու եւ տնտեսական աճը ավելի զարգացնելու նպատակով։ Դե մենք ուզում ենք ցույց տանք, որ մենք պատասխանատու քաղաքականություն ենք իրականացնում, անպատասխանատու ծախսեր չենք անում, նույնիսկ եթե դա վերաբերվում է ընտրական տարում, որպեսզի երաշխավորենք մեր երկրի ֆինանսական կայունությունը։ Իսկ ֆինանսական կայունությունը դա այն հիմնական ցուցանիշներից մեկն է, որը ներգրավում է արտաքին ներդրողներին դեպի Հայաստան։ Եվ այո, այս գործողությունը բացի ամեն ինչից նաև նպատակ ունի կոմունիկացնել ներդրողներին, որ Հայաստանը մի հետաքրքիր երկիր է, որտեղ կարելի է ներդրումներ անել եւ որին հետ կարելի է գործ ունենալ։ Եվ ուզում ենք այս ուղերձը ոչ միայն հղել մեր օտարերկրյա ներդրողներին, այլ նաեւ մեր երկրի քաղաքացիներին, որովհետեւ իրանք նույնպես վստահ լինեն, որ իրենց վճարված հարկերը եւ իրենց ֆինանսական կառավարումը իրականացվում է շատ հոգատար ձևով։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնեմ, որ դիտում եւ լսում եք Գործարար ալիքը այսօր մեր հյուրներ ֆինանսների նախարար, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։